Լույս առավոտին շարունակվում է եւ այսպես երեխաների պաշտպանության ցանց այսօր միավորում է տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Ինչ են հասկանում ասելով երեխաների պաշտպանություն։ Ինչու եւ ինչ նպատակով է այն ստեղծվել այս ցանցը։ Ինչ առավելություններ է տալիս լայն համագործակցությունը եւ ինչպես է այն նպաստում երեխաների ավելի արդյունավետ պաշտպանությանը, որոնք են այսօր Հայաստանի երեխաների առջեւ կանգնած ամենահրատապ խնդիրները, որոնք հաճախ մնում են հասարակության ուշադրությունից դուրս։ Այս եւ այլ կարևոր հարցերի պատասխաններ կփորձենք ստանալ մեր հյուրերից կարդալու համար 4, իսկ մեր հյուրերն են եւ այսպես մի վարքան կորցեցի։ Մեր հյուրերն են երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը, երեխաների պաշտպանության ցանցի ծրագրերի օգնական անդամների հետ աշխատանքի պատասխանատու Արփինե Գրիգորյանը։ Լույս առավոտին։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Այս թեման երեխաների պաշտպանության ցանց, հա, երեխաների պաշտպանություն, երբ խոսում ենք առաջնային մարդկանց մտքով ինչ է անցնում, հա, բռնություն, անտեսում, տարբեր հաստատություններում ապրող երեխաների խնամքի եւ դաստիարակության մակարդակ, խնդիրներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, որտեղ անտեսվում է ցավոք սրտի այսօր գրեթե ամբողջությամբ կարելի ասել անտեսվում են կանոնները, որովհետեւ տեսնում ենք մեքենա են գնում, մի շքեղ մեքենա եւ փոքրիկ բալիկը վարորդի գիրկը նստած, կարծես ամեն ինչ լավ է եւ հենց այդպես էլ պետք է լինի ու մեզ միշտ թվում է որ մեր հետ ոչինչ չի պատահելու։ Մենք հեռու ենք մնում այդ ամեն ինչից։ Ինչ բաց թողեցինք, որ ուղղությունը չնշեցինք։ Իրականում դուք նշեցիք երեխաների պաշտպանության ցանցի ռազմավարական ուղղություններից մի քանիսը, ու շատ ճիշտ եք նկատում, որ երբ որ ասում ենք երեխաների պաշտպանություն առհասարակ, առաջինը պատկերացնում ենք երեխաներին պաշտպանելը տարատեսակ բռնություններից, բայց իհարկե միայն դա չէ, բայց դա էլ մեր գլխավոր ռազմավարական ուղղություններից է, եւ բացի այն, որ ինչ որ նշեցիք, նաեւ այդտեղ աշխատում ենք մանկական աղքատության կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ, աշխատում ենք երեխաներին կիբեր անվտանգության պայմաններ ստեղծելու ուղղությամբ, աշխատում ենք երեխաներին տարբեր ցերեկային ծառայություններ տրամադրելու եւ այդ ծառայությունները բարելավելու, որակի ստանդարտներ մտցնելու ադվոկացիայի ուղղությամբ, ինչ բաց թողեցի ԶԼՄ-ների հետ աշխատանք, երեխաների հետ վարվելաձևերի առումով, ինչպես է ճիշտ։ Որովհետև հաճախ տեսնում ենք, որ ցավոք սրտի մեդիան ինքը հաճախ վնասում է երեխաներին, թվում է, որ բարձրաձայնում են երեխաների վերաբերյալ տարբեր հիմնախնդիրներ, հիմնահարցեր, բայց իրականում բարձրաձայնելը այնքան էթիկական կանոններ է խախտում, որ դրանով իսկ երեխաները վնասվում են։ Իրականում երեխաների պաշտպանության ցանցի ռազմավարական ուղղությունները կար ժամանակ, որ 18-ն էին, թվում է երեխաների պաշտպանությունը նեղ ոլորտը, ընդհանրապես խոսում ենք երեխաներին պաշտպանելու մասին, բայց այնքան տարբեր ուղղություններով աշխատանք կանելու, այնքան հարցեր կան Հայաստանում այս համակարգում, որ Այսինքն 18-ին ավելացան, թե պակասեցին։ Չէ, ստիպված եղանք նվազեցնել թիվը, որ կարողանանք ավելի խորանալ եւ ավելի մեր ուզած մեր որակի արդյունքներ ստանալ, որովհետեւ ադվոկացիան մի քիչ չերևացող, երկարատև համառ աշխատանք է, որովհետեւ աշխատում ես ոչ թե ուղիղ մի երեխայի հետ ու տեսնում ես իր կյանքի որակի փոփոխությունը, այլ աշխատում ես համակարգի համար, աշխատում ես մակրո մակարդակում քաղաքականություն մշակման մակարդակում եւ դրա արդյունքում իհարկե հազարավոր երեխաների կյանքի որակ է փոխվում, բայց դա շատ դժվար, երկար ու չերևացող աշխատանք է։ Երբ հասարակությունը լսում է երեխաների պաշտպանություն արտահայտությունը, հաճախ միանգամից պատկերացնում է ծայրահեղ բռնության դեպքեր, կարող ենք ասել, որոնք են երեխայի իրավունքների այն անտեսանելի կամ կենցաղային ոտնահարումները, որոնք ծնողները անում են ամեն օր, նույնիսկ չգիտակցելով, որ դա խնդիր է։ Հենց եթե բռնությունից էլ սկսենք, հաճախ նայեք բռնությունը տարբեր տեսակներ ունի ու բռնության տեսակ էլ անտեսումն է։ Ծնողը կարող է օրինակ իր կենցաղային տարբեր գործերին օրինակ միտված լինել եւ արդյունքում բաց թողել երեխայի մի կարևոր հայացք, մի կարևոր հարց, որ այդպես էլ չի հնչում կամ էկրանի մեջ օրինակ խորասուզված լինի, այսօր գիտենք ինչքան են այս կախվածությունները էկրաններից, որ արդյունքում էլի երեխայի որևէ պահանջ կամ հարց կարիք դուրս է մնում։ Սկսած այդտեղից մինչև իհարկե տարատեսակ բռնություններ, ֆիզիկական բռնություն, ցավով պիտի նշեմ, որ Հայաստանում նաև երեխաների հանդեպ սեռական բռնության երևույթը կա, որքան էլ մենք մտածում ենք, որ դա
ինչ որ եվրոպական երկրներին բնորոշ մի արատավոր երևույթ է, բայց մինչև չընդունենք, որ Հայաստանում էլ այդ երևույթը կա, մենք դժվարությամբ կկարողանանք աշխատանք տանել, որտեղ աշխատանքը գիտեք միայն քաղաքականությունների մշակման մակարդակում չի, այսինքն միայն օրենքներ, ընթացակարգեր, ռազմավարություններ մշակելով չի։ Մենք հասնում ենք փոփոխության նաև հասարակության տարբեր նորմերի փոփոխության արդյունքում, այսինքն երբ որ մարդկանց վարքագիծն է փոխվում, մարդկանց մոտեցումը, մարդկանց ընկալումն է այդ երևույթի հանդեպ փոխվում։ Իսկ մինչև մարդիկ չընդունեն, որ դա կա, դժվար կլինի ինչ-որ բան փոխել։ Մենք երբ որ խոսում ենք մեր տարբեր ընկերների, բարեկամների հետ, որոնք այս ոլորտից չեն, հաճախ ապշում են, ասում են լավ, իրոք, այս ամեն ինչ ինչ-որ պատմում եք Հայաստանի մասին, բայց ցավոք սրտի ունենք այն ինչ-որ ունենք եւ նաեւ միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ երեխաների հանդեպ սեռական բռնության երևույթները շատ հաճախ տեղի են ունենում երեխայի համար վստահելի մեծահասակների կողմից, շատ ժամանակ հենց ընտանիքի անդամների կողմից, իսկ ընտանիքները Հայաստանում շատ հաճախ մասնագետներին վերաբերում են որպես դրսի մարդիկ, որ գործ չունեն իրենց ընտանեկան հարցերի հետ, ամեն ինչ պիտի փակ լինի, ես, իմ երեխան եւ այլն, բայց երեխան պետք է պաշտպանված լինի ու եթե ընտանիքը իրեն չի կարողանում պաշտպանել, ուրեմն երեխային պաշտպանող այլ օղակներ եւս կան։ Համայնքը, մարզը, պետությունը, օրենքները, ի վերջո միջազգային կոնվենցիաները։ Շոկե։ Ինչ որ տարվա ընթացքում, հա, մեկ անգամ կամ չգիտեմ, ինչ որ մոնիտորինգ է արվում, որպեսզի հասկանաք ցանցը իր օգուտը բերում է, ինչ որ տվյալներ ունենք, ինչ որ ցուցանիշներ ունենք, որ ունենք հասկանանք ցանցը տարվա կտրվածքով, օրինակ չգիտեմ, այս ինչ ուղղություններով, այս ինչ աշխատանքներ է տարել եւ ունենք այսպիսի արդյունքներ։ Այո։ Մենք ցանցի աշխատակազմում նաեւ մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ ունենք, ում գործը հենց դա է։ Նա բարձում է ոչ միայն ցանցի բերած օգուտը, այլ տարբեր գործողությունների մասով հնարավոր որակական, հա, ցուցանիշները, քանակական ցուցանիշները, դրանց մոնիտորինգը, փորձում է հասկանալ անդամ կազմակերպություններից դուրս բերված կարիքները։ Մենք որում այս ամեն ինչը հավաքագրում ենք 3 տարբեր ուղղություններով, ունենք արխիվ բողոքների եւ առաջարկությունների, որտեղ ցանկացած մարդ կարող է գալ եւ իր դիտարկումը գրել եւ թողնել ուղղակի։ Ունենք էլեկտրոնային հասցե, որով եւս հավաքագրում ենք եւ ունենք հատուկ այս հարցերի համար թեժգից, որով էլի մարդիկ կարող են դիմել։ Մենք ամենատարբեր ահազանգներ ենք ստանում թե կազմակերպությունների կողմից, թե քաղաքացիների կողմից, առանձին դեպքերի մասով եւ այլն։ Ու չնայած մենք առանձին դեպքերով չենք զբաղվում, որովհետեւ մեր դերը երեխաների համար աշխատելն է, ոչ թե երեխաների հետ աշխատելը, բայց քանի որ մեր կազմակերպությունը կոալիցիա է եւ միավորում է շուրջ 60 կազմակերպություն Հայաստանում, մեր անդամ կազմակերպությունների միջոցով հնարավոր է լինում այս խնդիրներին արձագանքել։ Տասնյակ տարբեր հասարակական կազմակերպություններ մեկ ցանցում միավորել է, ենթադրում է նաև տարակարծություններ։ Որ հարցի կամ խնդրի լուծման շուրջան ամենաթեժ բանավեճերը ծավալվում մասնագետների միջև աշխատանքային սենյակներում։ Հավատացեք, բոլոր բանավեճերը շատ թեժ են լինում, ոլորտային է նաև դա, բայց փոխգործակցությունը ի վերջո հաղթում է ցանցի արժեքներին, եթե անդրադառնանք, մենք աշխատում ենք հանդուրժողականության մթնոլորտում, թափանցիկության, օրինականության եւ հենց փոխգործակցության, այս ամեն ինչը հենց այնպես ուղղակի գեղեցիկ բառեր չեն գրված ընթացակարգային, իսկապես աշխատող տարբերակ է։ Այո, դժվար է մեկ ցանցում միավորել շուրջ 60 կազմակերպություն, բայց նպատակը մեկն է՝ երեխայի լավագույն շահը եւ հենց սրա գիտակցումն է, որ բերում է այդ համագործակցությանը եւ խնդիրների արագ ու կազմակերպված լուծմանը։ Մենք իլուրումն ձեր հարցին, հա, պատասխան որպես մի քանի օր առաջ ընդամենը քննարկում ենք պետությունից հասարակական կազմակերպություններին պատվիրակված ցերեկային ծառայությունների դերը, այդտեղ հնարավոր բարելավումները, մտահոգությունները, բացերը եւ այլն։ Եվ այնքան թեժ քննարկում էր, որ հետո մեզ հետ համագործակցող ռիլմեյքերը մոնտաժի ժամանակ ասում ոնց ուզում եմ մոնտաժ անեմ, այնքան թեժ է ամեն ինչ, ասում եք նորմալ է, որովհետև մասնագետների տարակարծություններն էլ այս հարցին նորմալ են, մտահոգություններն էլ նորմալ են։ Մենք համակարգում շատ երկար տարիներ այնպիսի խնդիրներ ենք ունեցել, որոնց լուծումները վերջապես հիմա տեսնում ենք, բայց դեռևս շատ անելիք կա եւ հենց այդ մթնոլորտում պիտի կարողանաս դուրս բերել կարիքները, գաս համաձայնության եւ կարողանաս այնպիսի բան առաջարկել, որը որ հետո իրոք երեխաների կյանքի որակներ կփոխի։
Այսօր բոլորս կպած ենք այս մի փոքրիկ սարքից, որը եւ ունի իր առավելությունները եւ բացասական կողմերը, եւ ավելի շատ բացասական կողմերը։ Նայեք, այսօր բոլորը կպած են այս ամենի մեջ ու մինիմում օրվա մեջ գոնե 1-2 ժամ լինում են սմարթֆոնների մեջ։ Իրենց էջերն են քրքրում եւ միշտ հայտնվում են մեր աչքի առաջ հոլովակներ, ռիլեր, որոնք շատ դիպուկ աշխատում են։ Ձեր դեպքում ինչպես է։ Դուք ունեք edge, արդյոք թե ոչ, եւ կարծում եմ, եթե ակտիվ տեմպերով այդ ուղղությամբ աշխատվի, այսինքն ունենանք թեմաներ ընտրված եւ նկարահանվել ռիլերը, միգուցե այդ ռիլերը կարող են տեսնել այն մարդիկ, ովքեր որ իսկապես ունեն ձեր օգնության կարիքը, բայց իրազեկված չեն, տեղեկացված չեն ընդհանրապես։ Ունենք այո, էջեր սոցիալական մեդիայում եւ կայք ունենք նաեւ Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում, մի խոսքով բոլոր հնարավոր տիրույթներում մենք ներկայացված ենք եւ այո, աշխատանքը ոչ միայն լուսաբանման է, այլ նաեւ թիրախային։ Օրինակ մայիսին մենք ունեցանք համագործակցություն մեր կլինիկաներից մեկի հետ հայաստանյան ՄԱԿ-ի երեխաների անվտանգության ճանապարհային շաբաթվա շրջանակում եւ շատ թիրախային ռիլեր նկարվեցին, խրախուսելով, հիշեցնելով ծնողներին, որ քարսիթն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ Շուրջ 1 շաբաթ մենք լուսաբանում էինք հենց այդ թեման։ Ես սովորաբար ասում եմ, այնպիսի թեմաներ կան ու երեխաների պաշտպանությունը այնպիսի թեմաներ ենթադրում, որ 1 օրվա լուսաբանման չեն կամ 1 շաբաթվա, սրանք կաթիլային համակարգով գնացող թեմաներ են եւ այո, պարբերաբար վերադառնում ենք այդ թեմաներին։ Վերջերս նաեւ ռիլերի շարք նկարահանեցինք հենց մեր գործունեությունը լուսաբանող, ինչ է ցանցը, երբ է ստեղծվել, ովքեր են մեր անդամները, ինչպես մեզ անդամակցել, մի խոսքով տարական իրազեկման արշավներից վերջացրած մեծ թեմաներով։ Եվ հիմա էլ ուզում ենք տարբեր ինֆլուենսերների, ինստագրամյան, բլոգերների, ֆեյսբուքյան, մի խոսքով, որոնք ազդեցություն ունեն իրենց լսարանի վրա, նաև իրենց ներգրավելով կարողանանք այդ մեր ազդեցությունը մեծացնել, որովհետև օրինակ եթե խոսում ենք այնպիսի զգայուն թեմաների մասին, ինչպիսին է մանկական աղքատությունը կամ երեխաների հանդեպ եւ այլն, այստեղ մեզ հենց պետք է ծնողների լսարան եւ այս իմաստով ծնողների լսարանի համար աշխատող ինֆլուենսերները բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ։ Հիմա փորձում ենք ստեղծել այդ համայնքը, որը մեզ հետ կհամագործակցի, զուգահեռ արդեն համարյա վերջացնում ենք այդ փուլը երեխաների եւ երիտասարդների խորհրդի ստեղծման, որովհետեւ գիտեք, երբ որ մենք զբաղվում ենք երեխաների հարցերով, շատ կարեւոր է, որ երեխաները իրենք մասնակցություն ունենան իրենց իսկ որոշումների կայացմանը։ Մեծահասակները հաճախ կարող են լրիվ այլ ընկալում ունենան այդ ամեն ինչին, բայց շատ հաճախ երեխաները մեկ էլ այնպեսի մի հետաքրքիր միտք են հնչեցնում, այո, այնքան թիրախային, որ ուղղակի չի կարելի այդ ձայնը տեսել եւ հուսով ենք, որ հետաքրքիր կլինի նաեւ այս նաեւ այն իմաստով է կարեւոր, որ օրինակ հիմա մենք կարող ենք խոսել երեխաների, երիտասարդների ունեցած հիմնահարցերի մասին, խնդիրների եւ այլն, բայց այստեղ օրինակ նստած լիներ մի երեխա, շատ ավելի པարզ բառերով, շատ ավելի զգայուն, շատ ավելի թիրախային կարողանար ասելիքը տեղ հասցնել եւ շատ մեծ օրինակ երեխաների եւ ընտանիքների, հա, զանգվածի այդ ավելի հասանելի դառնար, որտեղ մենք մասնագետներս հաճախ ամենօրյա մասնագիտական լեքսիկոն այնքան է դառնում առօրյա, հա, սովորական մեր առօրյա բառապաշարի մեջ, որ չենք նկատում, որ այնքան մասնագիտական բառեր ենք օգտագործում, որ մարդը ուղղակի սկսում է մեզ չհասկանալ։ Այդ իմաստով էլ իհարկե երեխաների հետ աշխատանքը ավելի զգայուն եւ մասնագիտացված մոտեցում է պահանջում։ Մեծահասակները հաճախ վստահ են, որ իրենք գիտեն, թե ինչն է լավ իրենց երեխայի համար։ Արդյոք ձեր ծրագրերը մշակելիս լսում եք բուն շահառուներին, այսինքն երեխաներին, եւ ինչն է ամենազարմանալին, որ նրանք խնդրել կամ պահանջել են ձեզնից։ Մենք ճիշտ ասած դեռևս այդ առումով շատ մեծ փորձ չունենք, որտեղ նոր ենք ստեղծում այդ խորհուրդը երեխաներին լսելու, իրենց այդ խորհուրդը կազմելու, բայց իհարկե մեր կոալիցիան արդեն ասացի, որ շուրջ 60 կազմակերպություն է ներառում եւ մեր անդամներից բարձրացված խնդիրների վերաբերյալ ենք մենք այդ ադվոկացիան անում։ Իսկ մեր անդամները հենց աշխատում են երեխաների հետ։
երեխաներին ուղիղ ծառայություններ տրամադրող կազմակերպություններ են։ Եվ քանի որ իրենք շատ լուրջ մեծ մեխանիզմներ ունեն երեխաներին ներգրավելու, իրենց ձայնը լսելու, դա բավականին հետաքրքիր է դարձնում։ Օրինակ իմ նախկին փորձը, որ աշխատում էի հենց երեխաների հետ, շատ հաճախ տարբեր խմբային աշխատանքներ էինք անում երեխաների հետ եւ փորձում իրենց կարծիքը լսել տարբեր հարցերի շուրջ։ Իսկապես այնքան կրեատիվ, այնքան հետաքրքիր տեսակետներ էին հնչում, որ մենք մասնագետներս երկար տարիներ այս ոլորտում աշխատելով մտքներովս օրինակ չէր անցնում, որ այդ ինչ բանը կարելի է այդ ձևով կազմակերպել։ Հետաքրքիր է, նայեք, եթե իհարկե չեք աշխատում այդ ուղղությամբ, արդյոք դպրոցների ուսումնական հաստատությունների հետ կապը կա, այսինքն պետության հետ, հա, համագործակցությունը կա, թե ոչ, որովհետև կարծում ամեն դպրոց այցելությունը իր պտուղները կտա, մեծ օգուտ կլինի, որովհետև եւ հնարավորություն է լսելու երեխաներին, իրենք կբարձրաձայնեն ինչ-որ հարցեր, թեմաների շուրջ կարող են ձեր հետ խոսել եւ նույնիսկ եթե ինչ-որ հարցեր չբարձրաձայնվի, իրազեկության տեղեկացված լինելու շատ լավ հնարավորություն, արդյոք կա այդ կապը։ Առանց դրա ուղղակի չի կարող լինել, որտեղ երբ որ ասում ենք համագործակցություն, երբ որ ասում ենք advokացիա, նկատի ունենք հենց համապատասխան գերատեսչությունների ներգրավելը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերով նախարարություն, բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, առողջապահության, այսինքն բոլոր այն նախարարությունները, որոնք երեխաների հարցերով որևէ բաժին, ստորաբաժան ու վարչություն ունեն, մենք այդ բոլոր գերատեսչությունների հետ պարտադիր աշխատանք ենք տանում եւ իրենց ներգրավելու միջոցով, որ կարողանում ենք այդ advokացիան իրականացնել։ Շատ լավ, սա այն թեման է, որ կարծում եմ մենք կունենանք բազմիցս հնարավորություն ձեզ հետ խոսելու, որովհետև այս ամենի մասին հաճախակի պետք է խոսել, հաճախ պետք է անդրադառնալ։ Ձեր նոր ծրագրերի, ձեր նոր ձեռքբերումների մասին կարծում եմ առաջիկայում կրկին խոսենք, ձեզ մեծ սիրով կրկին կենկանենք մեզ մոտ։ Իսկ մեր հյուրերն են երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլենա Հարությունյան եւ երեխաների պաշտպանության ցանցի ծրագրերի օգնական անդամների հետ աշխատանքի պատասխանատու Արփինե Գրիգորյանը։ Իսկ մեր լուսարոտին այսքանով ավարտվեց այսօր, մնացեք մեզ հետ, վաղակրկին տաղանք աշխատենք ես եւ Անահիտ Հակոբյան, իսկ այս եւ այլ հարցազրույցները կարող եք դիտել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ձեզ լավ օր։